Ողջույն բարեկամներ, փորձեմ այսօր համառոտ անդրադառնալ այն կարևորագույն նորություններին, որոնք ստացել եք այս ժամի դրությամբ։ Եվ առաջինը, որ ձեզ ուզում եմ ներկայացնեմ, դարի սրիկայությունն է երևի, որը կարելի էր արդեն չզարմանալ այս իշխանությունների աշպարարության եւ սրիկայությունների վրա, բայց դե գիտեք, մենք դատում ենք մեր բարոյական չափանիշների մեջ, պարզվում է իրենք չգիտեն դա ինչ է։ Մի խոսքով, այն 10,000 դրամները, որոնք որպես ընտրակաշառք որոշեցին խորտակվոզ նավի նավաստիները կոպիտ ասած շպրտել թոշակառուների դեմ, փաստորեն կտրված է պաշտպանության նախարարության բյուջեից։ Այսինքն պաշտպանության համար նախատեսված ծախսերից 50 միլիարդ դրամ հետաձգել են, ընդ որում գիտեք ոնց, մինչև հունիսի 1-ը։ Այո, պատվիրատուներին ասում են, որ մենք այսօր վաղնա, բայց մինչև հունիսի 1, հունիսի 1-ով կավարտվի թոշակների վճարումը եւ կվերականգնվի ամենահավանականությամբ այդ պատվերները, որոնք խոստացվել են, որտեղ հունիսի 1-ից հետո ակտուալ չի արդեն, բոլորովին ակտուալ չի թոշակներ տալ։ Իրենց ինչին է պետք թոշակներ տալ, երբ որ արդեն եթե իշխանություն մնան, եթե չէ, արդեն սա դառնում է ուրիշ հարց։ Եվ այսպես հարցին ի պատասխան, այս ինչ փող է, այս ինչ եք ուշացնում, այս 150 միլիարդը, որ դուք ներդրել եք ստեղ, որտեղից եք բերել։ Հիստերիկ պատասխաններից դու հասկանում ես, որ սրանք բացառիկ տագնանք են, ոչ մի ձևով չչափվող, ոչ մի ձևով չմեկնաբանվող, չկա նման բան։ Ես մեկ որպես ընտրակաշառք գծում են պաշտպանության համար նախատեսված ծախսերը։ Եվ ինչ են ասում, չեն ասում մենք այն մարդկանց, որոնց խոստացել են այս պատվերները, հա, չէ՞ որ կան պաշտպանության նախարարության պատվերները, կարիքները սպասարկող ընկերություններ, որոնք սպասում են իրենց դեպոզիտներին, հա, կանխավճարների, որոնք սկսեն բան արտադրել։ Եվ ասում են չկա, ու իրանք քիչ հետաձգում են 1 ամիս, 1 շաբաթ։ Հիմա գցել են հունիս։ Ինչի հունիս, նորից ասեցին ինչի հունիս։ Հունիս ընտրություններն։ Հունիսից հետո արդեն այնպես որ սիրելի թոշակառուներ, իմացեք, ձեր թոշակը 10,000 դրամը դուք որտեղից եւ ինչի հաշվին եք ստանալու։ Ես գիտեմ, որ դուք բոլորովին չեք անկնկալում, որ ձեր թոշակը պետք է տրվի պաշտպանության նախարարության ծախսերից, այսինքն մեր անվտանգության թափաբաժինը թույլատնելով, բայց սա այն է, ինչ որ գնում է իշխանությունը, որովհետեւ իր համար կարևորը վերընտրվելն է։ Ինչ պաշտպանություն, ինչ բան, մանավանդ որ ըստ Թաթոյանի, ոնց է մեզ պրեզենտացիան նայենք, ըստ Թաթոյանի, քիչ դիրքեր են զիջում։ Հրատապ ասուլիս է, որը նվիրված է անվտանգային հարցերին։ Ասուլիսն այն մասին է, որ Հայաստանի Հանրապետություն տեղի ունեցել նոր ներխուժումներ եւ Հայաստանի իշխանությունները թաքցրել են դա մեր հանրությունից։ Եվ հիմա ես փաստերով, կոնկրետ ապացույցներով կներկայացնեմ, թե որոնք են դրանք եւ ինչ անվտանգային մենք մարտահրավերներ ու խնդիրներ ունենք։ Սրանք ուզում եմ նաեւ ասել, բոլորը օբյեկտիվ ապացույցներ են հաստատված արբանյակային լուսանկարներով։ Հիմա առաջինը մենք ցուցադրենք, կներկայացնեմ ես Գեղարքունիքի մարզում, մասնավորապես Վարդենիսում տեղի ունեցածը։ Սա սահմանն է հայ-ադրբեջանական, սա ադրբեջանական դիրքն է, որ դեռ ներխուժել էին մի քանի տարի առաջ, եւ սա արդեն նոր դիրքի տեղակայում է Հայաստանի Հանրապետության տարածքից ներս ու ներխուժում Հայաստանի Հանրապետության սահման եւ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք։ Եվ հիմա կներկայացնենք նաեւ դրա վտանգները։ Տեսնում եք այս տեսանկյունից, այս դիրքից նույնպես երևում է, սա այստեղ այդ նոր դիրքի տեղակայումն է եւ մենք տեսնում ենք արդեն մեր բնակավայրերի համեմատությամբ, համադրությամբ։
Սա է մյուս լուսանկարն է, որը, ինչպես ես նշեցի, արբանյակային լուսանկար է եւ սա նոր դիրքն է, ընդ որում տեսնում ենք ժամանակահատվածը, մինչեւ հուլիսի 31-ը 2025 թվական այս դիրքը գոյություն չի ունեցել ըստ արբանյակային լուսանկարների։ Եվ արբանյակային լուսանկարներով այս դիրքի տեղակայումը մենք տեսնում ենք տեղի ունեցել ընդամենը մինչև օգոստոսի 19-ի դրությամբ։ Եվ այստեղից տեսնում ենք, որ սա մարտական հերթապահություն կրող ադրբեջանական դիրք է, եւ մանրամասն ուսումնասիրության ենք այստեղ կրակային նաեւ այդ թվում խոշոր տրամաչափի զինատեսակների համար նախատեսված կրակային դիրքեր են, խոսքը մասնավորապես վերաբերում է նաեւ նռնականետեր, ականանետեր, այլ խոշոր տրամաչափի 60 մմ-անոց նաև ականանետերին եւ զինատեսակների նաև հրաձգային հատուկ կետեր են նախատեսված եւ բնականաբար առանձին նախատեսված նաև կոմունիկացիաներով։ Սա արդեն այս դիրքից Սոտքի հանքավայր ուղիղ նշանառությունն է 4 կիլոմետր, բայց մինչ այդ հիմա ես կցուցադրեմ նաև մնացած հատվածների նկատմամբ նրանց վերահսկողությունը, այստեղից տեսնում ենք, որ ուղիղ թիրախիտակ է հայտնվել Սոտքի հանքավայրը։ Մի խոսքով, այս ամենը չգիտեք ինչի մասին, ամբողջ տեսանյութը դուք կարող եք նայել, ես նայեցի, ցավոք շատ քիչ էր դիտումները, ես հուսով եմ ձեր օգնությամբ, այս հանցագործությունները, այս դիվերսիան, սա մեծ դիվերսիա է հայկական պետականության նկատմամբ, ասենք Նիկոլ Փաշինյանը պատրաստում ադրբեջանական զորքին ամենալավագույն դիրքերից հարձակում Հայաստանի վրա։ Նույնիսկ Նիկոլ Փաշինյանը պատրաստում է ադրբեջանական զորքերի ամենահարմար, ամենալավագույն, ամենաշահեկան դիրքերից Հայաստանի վրա հարձակման համար, ապահովելով իր ընտրությունը դրա դիմաց։ Այսինքն ես չեմ պատկերացնում իր սցենարով ադալվելու, բայց հենց Նիկոլ Փաշինյանը հասկացավ, որ ինքը գոյություն չունի, այլևս լինելու է ադրբեջանական ներխուժում Հայաստանի տարածք։ Ագրեսիա կրակելու ձևով, ցամաքային ձևով ես չեմ կարող ասել, բայց փաստն է նա, որ սա իրականացվում է։ Հիմա Փաշինյան Նիկոլին թվում է, թե այդ ուսուցչուհի Սուրոն կարող ամեն ինչ անի ու դրա մասին ոչ մեկ ոչինչ չի մնում։ Բայց մոռացել եք, որ այդ բանակում ծառայում են հայ զինվորներ։ Ծառայում են այս զինվորներ, որոնք ընտանիքներ ունեն, ի տարբերություն ձեզ, ու իրենց ընտանիքը իրենց համար արժեքի մասով եմ ասում, ի տարբերություն ձեզ։ Ու սա հնարավոր չէ, որ մարդիկ չիմանային։ Դուք հասկանում եք, որ դուք ապահովում եք գնդակահարման հոդվածը ձեզ համար։ Եվ բոլոր նրանք, ովքեր սա իրականացել են։ Այն գլխավոր շտաբի պետ մի հատ փթիր կար են, Ասելյանների զիբիլեր։ Դու հասկանում ես գլխավոր շտաբի պետ քո նախարարի հետ, որ դուք ապահովում եք ձեր համար գնդակահարության հոդվածը։ Հուսով եմ հասկանում։ Իսկ ինչ են ասում սրա մասին Նիկոլի պրոպագանդիստները հանրայինի եթերում լսեք։ Հիմնական պահանջը, որը մեր հանդեպ եղել է եւ Ռուսաստանի կողմից եւ Ադրբեջանի կողմից, Զանգեզուրի միջանցքն էր։ Զանգեզուրի միջանցք չկա։ Զանգեզուրի միջանցքի փոխարեն, այսպես կոչված, ճակերտավոր Զանգեզուրի միջանցքի փոխարեն այսօր կա TRIP-ը, որը Հայաստանին ձեռնտու ծրագիր է, որը միաժամանակ նաեւ բավարարում է Ադրբեջանին։ Այսինքն դա դասական փողզիջում է։ Հա, փողզիջումը ինչ է, երբ որ Ինչ է զիջել Ադրբեջանը։ Ամեն ինչ մենք ենք զիջել։ Ադրբեջանը պատրաստվում էր զորքով գրավել։ Իհարկե, ես համոզված եմ, որ լուրջ դիմադրության կարժանանար Ադրբեջանը, բայց այդ վտանգը կար, չէ՞։ Մենք մի տարի առաջ դեռ քննարկում էինք, որ այ կարող է այսօր վաղը կռիվ սկսվի, Ադրբեջանը փորձի գրավել։ Ռուսաստանը աջակցում էր։ Հիմա հայտնվեց Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ադրբեջանին ասեց մոռացի այդ զորքով ինչ-որ բան գրավելը, բայց դրա փոխարեն մենք ապահովում ենք, որ քո բեռները այդ ճանապարհով կգնան։ Հասկացաք, Ադրբեջանը ինչ է զիջը։ Ինչ է փողզիջը։ Ամերիկան ասել է՝ մի արձակվի, իսկ քո ճանապարհը կապահովեմ, Ադրբեջանը փողզիջել է, չի արձակվում։ Ու սրանք երկիր են ղեկավարում, ու սրանք ելույթ են ունենում հանրային հեռուստաընկերությունով։
ամենատարածվող ալիքով։ Ով հայ ժողովուրդ, հարգելիներս, բարոյական մաս, ովքեր դեռ բարոյապես չեն մեռել։ Դուք հասկանում եք, սրանք թշնամի են մեր միջավայրում ներդրված։ Մի կողմից թշնամուն են տալիս հարվածելու, մեզ հարվածելու լավագույն դիրքերը, մյուս կողմից մեզ դա ներկայացնում է որպես փոխզիջում։ Ամերիկան ասել է մի արձակվի, ու դա Ադրբեջանի փոխզիջումն է։ Մենք էլ դիմաց իրեն ճանապարհ ենք տալիս։ Ուղղակի սենս մի բան եմ ուզում ասեմ, այդ ճանապարհը տվողը դուք չեք, դուք ամենակարևոր մասն եք մոռանում, ով ձեզ այդ ճանապարհը խոսք է տվել, մեկն էլ լինի իրեն ճանապարհ խոսքը։ Խոսքս Թրամփի մասին է։ Բան չմնաց, գնանք առաջ։ Լսենք մեր զինվորի մորը։ Անհետ կորած Էրիկ Ոսկանյանի մայրը, պահանջում եմ արդարություն եւ ճշմարտություն։ Ես Տիգրան Քարտաշյանս հանդիսանալով 44 օրյա պատերազմում զոհված Նարեկ Քարտաշյանի հայր, պահանջել եմ ու պահանջում եմ արդարություն։ Ես 44 օրյա պատերազմում նահատակված սերժանտ Կարո Վագիմյանի հայրն եմ։ Իմ գնահատմամբ 44 օրյա պատերազմը պայմանավորված դավադիր եւ պարտվողական պատերազմ էր, որին զոհգնացին մեր որդիները։ Հետևաբար պահանջում եմ արդարություն։ Պահանջում եմ 44 օրյա պատերազմի հանգամանքներ ուսումնասիրող հանձնաժողովի ցեգույցը հրապարակել եւ հանրայնացնել։ Պահանջում եմ իմանալ, ով դավաճանեց մեզ, ով դավաճանեց մեր որդիներին, ով հանձնեց Արցախը, Շուշին եւ Հադրութը, ու բոլոր մեղավորներին պատժել եւ հրավիրել պատասխանատվության։ Կարող եմ պատասխանել, ով թաքսը նմազեկույցը նայել դավաճանել։ Անդոնի Քոչարյան, Ալեն Սիմոնյան, Նիկոլ Փաշինյան ու բոլորը։ Ես Վարդուհի Ավետյանն եմ, 44 օրյա աղետալի պատերազմում անհետ կորած զինվոր Գևորգ Պետրոսյանի մայրը, անհապաղ պահանջում եմ քննիչ հանձնաժողովի արդյունքների հանրայնացում։ Ես Սարգիս Ստեփանյանս հանդիսանալով 44 օրյա պատերազմում զոհված Արտուր Ստեփանյանի հայրը, պահանջում եմ քննչական հանձնաժողովից արդարություն, որ բացահայտվի, հասկանանք ճիշտը ոնց է եղել։ Ինձ ավել բան պետք չի, ես մինչև հիմա անհասկանալի ապրում եմ։ Շատ եմ ցանկանում, որ իրականությունը պարզվի։ Ես Վահան Աշխատ։ Սենց կարելի անվերջ նայել, ես թողներեն ինձ ընկերները, ես ամեն ինչի մեջ գիտեք ինչն անդանուր, ինչքան ցավ կա։ Ցավ, ուսա մեր բոլորի ցավն է, կարծում եմ։ Ես մարդկանց այս տականքն ասում եմ, այլ երեխեք ունե գնացեք կուտախացեք։ Ձեր որդիները զոհվել են պետականությունը ուժեղացնելով, այ հիմա մեկ ով ուժեղ իրան դրան բան են զոհվել։ Քանի որ սրանց նմանները կան մեր հասարակության մեջ, որ ձենը չեն բարձրացնում, հասկանում եք այն ինչի մասին է խոսքը։ Ես եմ մոմավաճառն է, որ արձակվել է լրագրողի վրա։ Քրսոտում է, երբ լրագրողները փորձում են առաջնորդարան մտնել։ Կարգալույծ Արման Սարոյանի պաշտպանությունը ստանձնած այս կինը անպարկեշտ բառեր է ասում։ Ես երեք խնդրել էի Հարություն Բաղդասարյանը մի դիմում պատրաստի, եւ նա պատրաստել է, ես ուզում եմ դες ցույց տամ։ Սա դիմումն է Արտի մարզի դատախազությունին, դատախազ Վարդան Պողոսյանին, միջոցներ ձեռքարկում էր տիկնոջ նկատմամբ, պետական գործունեությունը խոչընդոտելու, բռնություն գործադրելու, մի խոսքով, այն ինչ որ Դանիել Իոնիսյանը պետք է աներ, արեց Հարություն Բաղդասարյանը մեր խնդրանքով։ Շնորհակալություն Հարություն Բաղդասարյանին, սպասում ենք հետևանքներին։ Երեք Արարատի մարզի դատախազություն։ Դուք կարող Նիկոլին չեք կարող ձերբակալեք, բայց նախկին
կադրերի մեջի մեր ընկերները ցավով տարապող երեխեք են գործել։ Դրա ցավը մեղմացնելու համար գոնե այս կենդանիներին ինչ որ ձևով օրենք իրականացնելով օրենք կիրառելը մի քիչ կմեղվի ասա եւ սա կպատասխան կհասկանան որ դե օրենք կա ամեն դեպքում ու դուք աշխատավարձ եք ստանում այդ օրենքը պաշտպանելու եւ ձեր համար միևնույն չի այդ դիրքերը որտեղ են տեղադրվել թշնամու կողմից ինչալուց ասեմ Արարատի վրա ուղիղ տեսանելիություն ադրեց դուք հնարավորություն ունեք այդ կործանարի ընթացքը կասեցնել չմտածեք որ դուք հիմա ծառայում եք Նիկոլ Փաշինյանին այդ գնդացիները որոնք ուղղված է ձեր տան վրա ձեր տանը չի կպնեն Թուրքիայի համար միևնույն հողը տվել է Նիկոլն էլ ձեզ ա տվել լրիվ արդար է ամեն ինչ արդար է դե եթե ուզում եք շարունակեք ձեր ընտանիքներին պահեք այդ իրախի տակ խնդրեմ եթե ուզում եք կասեցնել միջոցներ ձեռք առեք օրենքի սահմաններում այս տեսակին ուղղակի ներկուսացնելու համար ընտրությունը ձերն է այսպիսի մի կադր ընկավ աշխովաս այսօր Նիկոլ Փաշինյանի հավատարիմ ծառա այս տիկնապահը գլուխը կախա տպուսի մեջ ու հայացքից երևում է ոչ միտեղ չի նայում ինքը դրանց հատուկ չի էլի որ գլուխը կախելա որ ինչ-որ մի բան է փնտրում չէ սա հոգեվիճակ է այ կողքի կենթանու համար գլխակով կենթանին ինչ-որ բան է փնտրում իր մշտական վիճակն է գլուխը կախ ինչ-որ աշկերը մարդկանցից փախցնելով իբր գերին բան փնտրել բայց կողքինը հասկանում է որ դիեզերքի անեծքները գալիս են այդ ուղղությամբ նաև իրավը հիմա դրանց նմաններին եմ ուզում ասեմ տղեկ իրոք հետ գնալու տեղ չկա էլ կապիկություն անելու հնարավորություն չունեք իրոք էլ ռեսուրս չկա դուք հասկանալով կամ հասկանալու հետ էլ միևնույն մասնակցում եք Հայաստանի պետականության Հայաստանի պատմության վերջի շրջանի վերջի մասի ջնջման ուղղակի հա գլուխն այդ կախեք թե չկախեք դուք դա անում եք եթե հասկանում եք որ դա գլուխ կախելու թեմա է մի արեք ուղղակի այսքան բան իսկ Իրանի դեսպանատունը ուղղակի էս ճիվաղին ասում է լսի գիտես մի տեսակ քեզ այդքան ոնց որ կոռեկտ չես պահում իմ երկիրը ռմբակոծության տակ դպրոցներ են ռմբակոծում մարդիկ են սպանում ու քեզ գժի տեղ ես դրել ու նույնիսկ այն աստիճան գժի տեղ որ ի տարբերություն նույնիսկ Ալիևի որ դիրքավորված է որպես թշնամի երկիր Պարսկաստանի Իրանի ինքը գալիս է ցավակցելու դու դա էլ չես անում բոլորը հասկանում են քո հրեշավոր կեղծ կեղտոտեությունը բոլորը ու սա շատ լավ է գիտես ինչի համար ասեմ քեզ հայ ժողովուրդը հայ մարդը այս օրերին գնաց ցավակցելու գնաց իր ծաղկեպսակներով գնաց իր անկեղծ խոսք ասելու ու բարձ երևում է որ Հայաստանում կա ժողովուրդ կա մարդ եւ կա մի չմարդ որը նշանակված է վարչապետի աթոռին եւ հայ ժողովուրդը ոչ մի ընդհանուր բան չունի տականքի հետ սա կարեւոր է դու ինչ անում ես ճիշտ ես նույնիսկ այս տեսարաններին անդրադարձել այսօր CNN-ը այո բոլորը անդրադարձել են Բաքուն Վրաստանը Ռուսաստանը նույնիսկ եվրոպական CNN-ն արդեն այս տեսարաններին անդրադարձել է ոչ մեկ չի հասկանում ինչա կատարվում շատ լավ է անդրադարձել են վաղը որ սա նմանին դատենք ոչ մեկ չի զարմանա այ ոչ չդատենք այն ժամանակ կզարմանան այնպես որ Փաշինյան Նիկոլ ինչ անում է ճիշտ անում այս վերջերս է չէ որ Ծառուկյան Գագոն ասեց մի 6 հատ բան վարչապետի տեխնացուկ է գրպանս որ ժամանակ երբ ուզեմ ու ուզեմ կդնեմ հա ճիշտ ասում սկզբում քորեն Մեկ ասեք ինչ կապ ունես նկարների հետ, այս Առինջ գյուղում բազմաբնակարան 3 շենք կառուցելու հետ, որտեղ փայատերա հանցագործ ձևով հողերը խլած այս մաֆիայի մեջ։ Ծառուկյան Գագոյեդոն, որ հայտնի է Դոդեեդոնով,
կոնջորյան հայկի հետ ու աղբորի հետ, ասես ոչ մի բան չի ասում, հա, դոդի հետոն կոնջորյան հայկի հետ հող են խլում, սեփականացնում ու կոռուպցիոն սխեմաների վրա շենքեր են կառուցում։ Լուրջ ընդդիմադիր Սարգսյան Գագոյի Էդոն, հանցագործ Էդոն, որի վրա քրեական գործերը եթե դնենք սենց կողքի բավականին ստվար քանակություն կլինի մեծ։ Ինքը խնդիր չունի, հակառակ կոնջորյան հայկի հետ բիզնեսների մեջ է։ Հիմա դուք ուզում եք այս ժողովրդին էլ բան համոզեք, որ Սարգսյան Գագոն, ընդդիմադիր Սարգսյան Գագոն, օլիգարխ, որը մեջ մոտ քֆուր աղոտում, որ Օզադնի տվեց անբարոյականի տղա է, ինքը նույնիսկ դարձել է բան, ընդդիմադիր։ Իհարկե հասկացողները հասկանում են, բայց եւս մեկ անգամ հիշեցնեմ էլի։ Ով է Դոդեդոն, ով է Կոնջորյանը, եւ իր այդ ինչ են անում։ Քանի որ մենք արդեն խոսացինք ընտրություններից, տեխնացուներից, անդիմությունից, ես այսպեսի մի ցուցակ կազմեցի, որտեղ Փաշինյանի գոլը չկա, բայց կա Արման Թաթոյանը, Սամվել Կարապետյանը, Գուրգեն Սիմոնյանը եւ Արտակ Սարգսյանը, ինչպես տեսնում եք, չկա Նիկոլ Փաշինյանը, չկա Վարդան Ղուկասյանը, որպեսզի հասկանանք այս հարաբերության մեջ ձայները ինչպես են դասավորվում։ Եվ այսպես 1800 քվեարկող այս հարաբերության մեջ Արման Թաթոյանը ունի 3%։ Ես չէ սպասում։ Հա։ Մի մարդ որ հայտարարում է, որ վենդետա չի լինելու, այս ժողովրդին պետք չի ինքը։ Սամվել Կարապետյանը իր ստաբիլ 30% ունի։ Այո։ Միա 25-ից 30% իրական։ Գուրգեն Սիմոնյան 22%, Արտակ Սարգսյան 45%։ Հետաքրքիր է, որ այս հարաբերության մեջ, երբ չկա Նիկոլ Փաշինյանը, Արտակ Սարգսյանը զգալիորեն մոտապես կրկնակի է առաջա Գուրգեն Սիմոնյանից։ Թե չէ մնացածը տրամաբանության մեջ է։ Այս ֆենոմենի բացատրություն ճիշտ ասած ես չունեմ, կհասկանայի, թե բոլոր քվեարկության մեջ, բոլոր քվեարկությունների մեջ սա լիներ։ Բայց այս անգամ սենց է։ Իմ համար կարևոր հայտարարություն էր այսօրվա հայտարարությունը հնչած Հռոմի պապի կողմից, որ ասեց ճիշտ է, որ ոնց դադարեցնենք Հայաստանի քրիստոնեական ժառանգության էկոսիստեմի վախճանը։ Իմ համար սպասված էր սա։ Տեսենք ինչ են առաջը։ Կներեք, սա Վատիկանի պետնախարար Հռոմի պապը չի։ Հռոմի պապը ուրիշ հայտարարությունով էր հանդես եկել, որը դատապարտում էր Ամերիկայի Միացյալ Նահանգների գործողությունները եւ ասում էր ոչ մի երկիր իրավունք չունի իր պայմանները թելադրել պատերազմի ձևերով, մարդկանց սպանելով այլ երկրների։ Ու սա վերաբերվում էր կոնկրետ Ամերիկայի Միացյալ Նահանգներին։ Ինչու է իմ համար կարևոր, որովհետեւ քրիստոնեական աշխարհը իդեմս կաթոլիկ եկեղեցին ունի մոտավորապես 1.5 միլիարդ հետևող։ 1.5 միլիարդ հետևողների մեջ կան մարդիկ, որոնք կողմնորոշված չեն, որոնք գտնվում են պրոպագանդայի ազդեցության տակ։ Չնայած շատ չեն, մոտ 20%, բայց միևնույնն է, Հռոմի պապի դիրքորոշումը այս օրերին շատ էական է։ Ես այդպես եմ գնահատում։ Սա Պարսից շահի օրիգինալ շահի կինն է, որոնց հեղափոխության արդյունքում իհարկե վտարեցին Իրանից, որոնք դարձան փախստական, որը ցույց չեմ տալիս, որը մեծ պատճառներ ուներ երևի նեղանալ իր ժողովրդից եւ ուրախանալ այն ինչ որ հիմա կապվում է։ Դա կարող են անել փոքր հոգի քենախնդիր մարդը, բայց այսօրվա այդ թագաժառանգի մայրը, որ իսկական շահին կինը, արզ ասում է, որ Իրանի ապագան չպետք է որոշվի նրա սահմաններից դուրս։ Միջազգային աջակցությունը պետք է ուղղվի ժողովրդին, այլ ոչ թե աշխարհական հաշվարկների։ Գիտեք, երբ որ էնել է այս օրերին, որ քիչ բան կա հպարտանալու մարդկանց պահվածքով, մարդկանց տեսակով, այսպիսի խոսքերը, այսպիսի մոտեցումները ինձ բերում են այն եզրակացության, որ աշխարհում ամեն ինչ կորած չի եւ դեռ կան մարդիկ։ Այո, ունեցել են սխալներ, այո,
թերություններ, որոնց պատճառով իրանք կորցրել են իշխանությունը, որովհետև այդ հեղափոխությունը անհնար էր, եթե իրենք ժամանակին ուղղակի այլ ձև վերաբերվեն իրենց ժողովրդին, հենց իրենց իսկ ժողովրդին։ Այդքանից հետո նա իր ժողովրդի կողքին է, ի տարբերություն իր որդու, որ ասում է ինչ բան, կոտորեք մենակ վերադարձեք ինձ իշխանություն տապեք։ Քանի օր էր քննարկվում էր Իրանը հարվածել է Թուրքիային, թե չի հարվածել, հարվածել է Թուրքիային, թե չի հարվածել։ Արդյունքում այո, եղել է հարված, բայց ուղղակի հարվածը տեղ չի ասել։ Թուրքիան այդ բալիստիկ հրթիռը ոչնչացել է օդում, բայց կանչել է դեսպանին, Թուրքիայի արտգործնախարարությունը Իրանի դեսպանին կանչել է իր մոտ։ Շատ սիմվոլիկ ասեմ։ Սիմվոլիկ ինչ առումով։ Ուղղակի ես այս քանի օր այդ մտքով եմ սենց տարված, էլի, ինչ կլիներ այսօրվա Իրանի դեսպանի պատասխանը Թուրքիայի արտգործնախարարությանը, եթե մենք միջազգային դատարանում ունենայինք իրավունքներ այդ տարածքների վրա, որոնք բախոսվելու էր, չէ՞ որ այդ տարածքները, որտեղ դրված է ամերիկյան ռազմաբազաներ, դրանք հայկական հողեր են։ Հայկական։ Պատահական չի, որ ամերիկան իր ռազմաբազաները տեղադրել է Մալայսիայի, Իզմիրի, Ադանայի տարածքներում։ Պատահական չի։ Իսկ պատկերացրեք, եթե ասենք լիներ որոշում։ Հա, դե ֆակտո էլի լիներ Թուրքիայի տարածքում, բայց լիներ, ասենք, որոշում եզրակացության ՄԱԿ-ի դատարանի կողմից, որ տարածքների իրավունքը պատկանում է Հայաստանի Հանրապետությանը։ Ինչ կասեր այս առիթով Իրանի դեսպանը։ Ես լինեի կասեի, բայց դու ինչ կապ ունես այս օրը։ Թող Հայաստանը բողոքի, ով ես դու։ Հետաքրքիր բան կլիներ։ Ես կարծում եմ, այս հաշվարկներով էլ Ամերիկայի Միացյալ Նահանգները հենց տեղադրել է այս քարտեզը, որ ինքը գծել է, որտեղ է, ցած սահմանով է, էլի հայկական տարածքների։ Սա հենց նրա համար է, որ վաղը եթե Թուրքիան ինչ-որ պահանջներ դնի, ինքը շատ հանգիստ կարող ասի մի վարքել։ Այս տարածքները կա զրո նշանակություն, զրո կապ ունեն։ Եվ կհանի իր պահեստից, սեյֆից հայտնի փաստաթուղթը, որոշումը միջազգայինորեն ճանաչված միակ։ Եվ ինքը կդառնա հայ ժողովրդի շահերի այդ պահին, էլի, պահանջատերը։ Ուղղակի Թուրքիային զրկելով որևէ գործողություն իրականացնելու համար այդ հնարավորություններից։ Ես դες պետք է տեղեկացնեմ, որ Անտոնով Միրզախանյանը, որ նախաձեռնել էր դիմումի այդ դատական process-ը եւ դիմումը հասել էր արդեն ՄԱԿ-ի մարդու իրավունքների դատարան, այսօր ինձ այդ խոսալուց ասեց, որ դիմումը հասել է տեղ եւ իրենց արդեն այնտեղ պատասխանել են։ Խնդրել են մի քանի ուղումներ, շտկումներ անել դիմումի մեջ, որպեսզի նա լիովին համապատասխանի ՄԱԿ-ի ստանդարտներին։ Այսպեսով կարելի է ասել, որ դիմումը հայցը հասավ ՄԱԿ եւ արդեն ՄԱԿ-ի համակարգի մեջ է, քննվող փաստաթղթերի մեջ, դիմումների մեջ։ Այս մասին ավելի մանրամասն ես կհրավիրեմ հարցազրույցի Անտոնով Միրզախանյանին, ինքն էլ կպատմի, բայց ես տեղեկացնեմ ձեզ, որ մենք քայլ առաջ դեպի Մեծ Հայաստան ունենք։ Եթե հիշում եք, երեք Թրամփը ոճի մեջ հիստերիկացած Իսպանիայի նկատմամբ նույնիսկ սկսեց թարիֆներ կիրառել, որովհետև Իսպանիան մերժում է իր տարածքները տրամադրել ռազմական հանցագործություններ իրականացնելու համար։ Եվ այսօր Բրյուսելը, ասենք թե Եվրոմիությունը իր սոլիդարությունն է հայտնում Իսպանիային եւ աջակցությունը լիովին այդ որոշումների մեջ։ Ասել է թե Եվրոպան համաձայն է Իսպանիայի հետ եւ մերժում է Ամերիկային։ Ես ինչպես կանխատեսում էի դեռ ամիսներ առաջ, գալու է մի պահ Ամերիկան մնա միայնակ այս գլոբուսի վրա Իսրայելի հետ։ Որի արդյունքում Իսրայելը կորցնելու է Թրամփին եւ Իսրայելը մնա առանց Ամերիկայի հսկայական օժանդակության եւ աջակցության, ինչ որ հիմա ինքը ունի։ Եվ այդ ժամանակ որպես պետականություն իր գոյություն ունենալը շատ մեծ կասկածների տեղի է տալու։ Եթե իհարկե այդքան ձգի, բայց դատելով պատերազմի այս ինտենսիվ տեմպերից կարելի է կարծել, որ շատ ավելի շուտ կարող է վերանա այդ երկիրը, որովհետև
Իրանը այսօր հայտարարել է, որ ինքը մերժում է ցանկացած տեսակի բանակցություն, ցանկացած տեսակի բանակցություն բանի հետ, Իրանի հետ, կներեք, Իսրայելի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, ինքը չի ուզում բանակցություն, իրան պետք չի։ 3 անգամ բանակցությունների մեջ եղավ ժամանակ, 3 անգամ հարձակվել են Իրանի վրա, իմաստը որն է նոր բանակցությունների, ինչի շուրջ։ Շատ տղայական, կներեք, որցի պահվածքը։ Այսօր իմացանք, որ այս ամերիկյան Նիկոլը հարձակվել է Էկվադորի վրա։ Ռմբակոծել է տարածքները, խփել է նավերին, ռազմական գործողություններ է անցնում։ Դե ինքը միշտ ասում է, չէ, ես պայքարում եմ, չգիտեմ, ինչ-որ բանի դեմ, հանցագործների դեմ, Վենեսուելայի համար էլ չէ, դա ասում, գողացավ նախագահին, ոչ մի բան չփոխվեց տարածքում, բայց դա փոխարեն ծախում է Վենեսուելայի նավթը։ Սա պատոհաս է աշխարհի համար, ժողովուրդ, պատոհաս։ Եվ այսօր գիտեք ինչ է մտածում, ախր չէ որ այս պատոհասը ինքն իրան չեկավ, չէ որ այս պատոհասներին Փաշինյան Նիկոլին եւ սրան ձեն տվողներն եղել։ Լավ, ինչի վրա հիմնվել։ Միթե պարզ չէ սրանց մարդ տեսակը, կամ հիմա պարզ չի։ Միթե այդ աստիճան։ Իսկ Մարկո Ռուբիան ընդունել է պետքարտուղարը, հայտարարել է, որ Ամերիկան արդեն սպառում է իր հեռահաղորդիրները եւ չի կարողանում արտադրի այն քանակությամբ, որ անհրաժեշտ է այս ինտենսիվությամբ պատերազմ վարելու համար։ Այո, սա իմ անբանական կալ է, ես չնես չէ, որ սա մասին գիտեի, որ լինելու է, բացարձակապես։ Բայց փաստորեն իրոք, որտեղ ինքը ինտենսիվ ամեն ինչ տվել է Իսրայելին եւ վաճառում էր Ուկրաինային։ Հիմա պարզվում է ինքը չունի։ Եվ փաստորեն արտադրության այն հզորությունները չունի, որ կարողանա այս քանակությամբ արտադրի եւ հասցնի տեղ։ Դե այս պարագային մնում է ցավակցել Իսրայելին ու շնորհավորել Իրանին իր ապագա հաղթանակի համար, որը ես ի սկզբանե ասել եմ, որ այդպես է լինելու։ Սա բանը 5-րդ տերմինալն է Դուբայում, տեսեք, բան չի մեծ։ Տոտալ ավերացա։ Օտանավակը։ Իրանը զգուշացել էր բոլորին, զգուշացել էր, որ եթե մեկը իր տարածքը տրամադրեց ու բազմիցս ասել է, իր տարածքը տրամադրեց Ամերիկային հարվածների համար, ինքը դառնում է իր համար թիրախ։ Այս չի որ Իրանը բադ բան արել։ Չէ, ինքը զգուշացել է եւ արեց։ Իմջելոց տեսեք, կրակեց նաեւ բրիտանական ռազմաբազայի վրա Կիպրոսում, բայց Բրիտանիան դրանից չնեղացավ։ Ինքը 24 ժամով տվել էր, պատժեց իրեն։ Բայց դա առիթ չդարձավ, որ ինքը միանա այս հարձակմանը։ Հակա, ասես չէ, չեմ անել։ Իրան դրա իրավունքը ուներ։ Այս սենց են, քաղաքականությունը սենց է, ոնց որ ազնական շփումները։ Դու քեզ մարդու նման ես, պարոն Մարժանապատիվ, սկսում ենք քո հետ հաշվի նստել։ Երբ որ դու Նիկոլ ես, քեզ տալորելու պակաս չի մերում մարդկանց։ Հերթ լինելու քեզ տալորելու։ Չինաստանը ֆենոմենալ հայտարարություն արել, ասելով, որ Թրամփը չի ներկայացում ամերիկյան ժողովրդին։ Թրամփը ներկայացում է բացառապես սիոնիստների շահերը։ Հիշում եք, երբ որ Ջեդի Վենսը ստեղ էր Հայաստանում ավելի ճիշտ, ինչ որ հայտարարություններ անում, Հայաստանը ողջևորված էր, հետո գնաց Բաքու, ես այն ժամանակ ինչ ասեցի, ես էական չի, որովհետև Ջեդի Վենսը եւ Թրամփը դա ամերիկան չի։ Եկ ժամանակավոր կապիկներ են, որոնց լինել չլինելը շատ հստակ է դրված սեղանի վրա։ Եվ դրա մասին բոլորը գիտեն, որում դա արդեն ասում են բարձրաձայն, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը դա ամերիկան չի։ Այո, ինքը ընդհանրապես սիոնիստների շահերը ներկայացնող ծաղրեցու է։ Ես չեմ հիշում երբևէ որևէ մի լիդերի համար նման բան ասած են, երբևէ։ Էն էլ Չինաստանը, էն էլ Ամերիկայի Միացյալ Նահանգների ղեկավարի համար։ Նկատում Իտալիայի վարչապետն է։
որը դատապարտում է Ամերիկայի Միացյալ Նահանգների գործողությունները եւ համարում է դա անօրինական, այսինքն եթե հանցագործություն։ Բրյուսելը աջակցում է փաստորեն Իսպանիային, Իտալիան համարում է անօրինական այս հարձակումը, հանցագործություն, իմիջիալոց նույն բանը ասել է նաեւ Ֆրանսիան, այսօր նույն բանն ասել է նաեւ Բելգիան, որ դա միջազգային օրենքների խախտում է, նման մոտեցում ունի նաեւ Գերմանիան, կարծեմ թե հետո գալիս է այնտեղ Չինաստանը, Էլոկա Ռուսաստանը, դե ամբողջ Եվրոպայանից արդեն Բրյուսելն ասել է, մնացել է մենակ այն ինչ որ շատ կանխատեսելի էր, չափազանց կանխատեսելի էր, ոչ սենց է լինելու։ Եվ Քաթարի փաստորեն արտգործնախարարությունը պաշտոնապես հերքել է այն հայտարարությունը, որ Քաթարը հարվածներ է հասցրել։ Քաթարն էլ թռավ Ամերիկայի վրայից։ Ինքն ասում է, այո, ես բազաներ ունեմ, բայց ես հատված չեմ հարցրել։ Ես այդ կարգի սրիկա չեմ։ Սեղմվում է օղակը։ Եվ տրամաբանական է, երբ որ սկսում ես պատժել, તો միանգամից մարդկանց մոտ բանը սափություն է առաջանում։ Լավ պատիժը սափեցնում է։ Տենց է։ Դա Բրիտանիայում է։ Մենք արձակում ֆուտբոլային խաղից հետո իսրայելական թիմի հետ վերջում ֆանատները դուրս են եկել փողոց, արձակվել բոլոր հրեաների վրա, կոչելով, որ հրեաներ դուրս Բրիտանիայից, մանավանդ Լոնդոնից։ Իհարկե այս ամեն ինչին կարելի է վերագրել որպես այո հանցագործություն, ֆանատների դե իրանք առաջ անգամ չեն այս բանը անում, հա։ Այո, այդ ամեն ինչը կարելի ասել, բայց պետք է ասեմ, որ բախում որ դա սկիզբն է, որովհետև երբ որ ես նայում եմ տարբեր բլոգերների խոսույթին արդեն, բոլորի մոտ այնքան ակնհայտ հակակրանք եթե չասեմ ատելություն է բանել է, ուտակվել հրեաների Իսրայելի նկատմամբ, որ շատանալի են նման դեպքերը ու կարծում դե դա անխուսափելի է։ Դա եւ այս Էփստինի փաստաթղթերի արդյունքում է եւ այդ հրեշավոր հանցագործությունների բացահայտման արդյունքում է, որ հասկանում են բոլորը, որ այդ հրեշների կենտրոնը, այդ ամեն ինչի կենտրոնը դա Իսրայելն է։ Դա Ռոսհիլդներն են, դա այդ կորպորացիաներն են հրեական, ամեն ինչ դրանց տակ է։ Ու մարդիկ պաշտպանվում են ամեն մեկը իր ձևով։ Ու սա գնալու է դեռ ավելի կարող է խորանալ։ Եվ 75 տարվա պրոպագանդան, որ 70 արդեն է, որ իրանք ցեղասպանված են եւ իրանք բացառիկ իրավունքներ ունեն ցեղասպանելու, այսօր արդեն չի աշխատում։ Իսկ այսօրվա այս բացահայտված նամակը, որը Էփստինը գրում է, ասելով ես քեզ թույլ եմ տալիս սպանել նրան, որովհետև նա արդեն շատ բան գիտի ու իրան ոնց որ թե լավ չի պահում։ Ինչի այստեղ Պենբոնդի նկարը Թրամփի դատախազ, որովհետև Թրամփի դատախազը գիտի դա ում ուղված։ Ում որ ուղված է, դրանու ջնջված է։ Փաստորեն Էփստինը նաև հրամաններ է տվել սպանել, խնայել, թողեք թող ապրի, չէ, ապրելու իրավունք չունի։ Այդ կարգի մեկն է եղել, փաստորեն, որին պահում է առ այսօր ամերիկյան արդարադատությունը։ Ոչ թե իր հետ կապ ունեցող բոլոր հանցագործներին, իմանալով հանդերձ, որ այսպիսի բաներ են։ Նույնիսկ կրկնեմ, ով դեռ չի հասկացել, Թրամփը շատ ավելի մեծ հանցագործ է երևի, քան Պուտինը։ Շատ ավելի ահավոր մասշտաբների։ Որս այդ հանցագործը ղեկավարում է աշխարհի ամենահզոր երկիրը։ Ցավոք, դեռ։ Այսօր այսպիսի մի բան է եղել, ամերիկացի պայծառի զինծառայողը ԱՄՆ սենատի լսումների ժամանակ բողոքի ակցիա իրականացրել ընդդեմ Իրանի պատերազմի դեմ։ Ոչ ոք չի ուզում պատերազմել Իսրայելի համար լոզունգով, ինքը սենց է արել։ Տեսեք ինչ են անում իրար։ No one wants to fight for Israel. His hand. Oh, his hand.
Սա վիրուսի նման տարածվել է այսօր։ Ահավոր մեծ արագությամբ։ Let go of the door. The senator broke his hand. A sitting U.S. senator just broke the hand of a Marine. Ձերն են կոտրում։ Control your Senate, Marine. A U.S. senator just broke the hand of a Marine. A U.S. senator just broke the hand of a Marine. US սենատորը, ամերիկյան սենատորը ասում որ կոտրում էր զինվորի ձեռքը, սա հայտարարություն է։ Եվ այս գդությունների տակ, գիտեք ինչ էր, մոտավորապես sense, որ Ամերիկան իրոք փաստորեն ղեկավարում են սիոնիստները, ղեկավարում է Մոսադը, ղեկավարում է IDF-ը, Իսրայելի բանակը, եւ փաստորեն ամերիկյան զինվորը նույնիսկ ճշմարտությունը ասելու իրավունք չունի լսումների ժամանակ։ Ամերիկան այսօր նահանգում։ Սա մարդկանց համար շոկ է։ Շոկ է, ցանկատաշոկ ունենում է հետևանքներ։ Ես ակնկալում եմ այս հետևանքները տեսնել շուտ։ Մասնավորապես այս շաբաթի մեջ 3 տեղ ընտրությունները եւ ավելի շուտ փողոցներում, արդեն մեծ փողոցներում մեծ միտինգներ կան եւ որպես հետևանք Թրամփի impeachment-ը անպայման է սամսան մեջ։ Հակառակ դեպքում աշխարհը կմտնի ահավոր ցնցումների փուլ, տնտեսական իմաստով մասնավորապես։ Իսկ դա մեզ ոչ մեկից պետք չի։ Ես գիտեմ, որ ամերիկյան հայկական մեդիաները ցույց են տալի բացառապես այն կադրերը, որտեղ ուժեղ մուսկուլով ամերիկան ու Իսրայելն են ռմբակոծում Թեհրանը, բայց հատուկ կենտ կադրեր կա, ու սա օրիգինալ կադրեր են։ Սա օրիգինալ կադրեր են հենց Իսրայելից։ Սա ուրախանալու համար չեմ ասում, իմ համար ցանկացած զոհը, ցանկացած մարդը, բայց Իսրայելի ժողովուրդը ասեն հունիս ամսից ժամանակ ուներ ազատվելու Նետանյահուց։ Ինքը գիտեր ինքը ինչ ապերել իրանց գլխին։ Չարեց։ Նես չի որ բոլորը համաձայն են Նետանյահուին, բայց փաստորեն չարեց։ Ինչպես մենք չենք անում։ Եվ հիմա ասում ինքը ստանում է այն ինչ որ փաստորեն լինում է այս դեպքերում իր անգործության համար։ Այո, իր անգործության համար։ Գուցեև համաձայնության համար, ես չեմ կարող ասել, ես հանդակը չեմ արել։ Կամ համաձայնության կամ անգործության համար։ Պատասխանը միշտ գալիս է։ Ու մեզ էլ է գալու, հա։ Որտեղ մինչ աշխարհը զբաղված է։ Չասեմ ինչով։ Հայաստանի պատուհասը, Հայաստանի կապիտուլյանտը, Հայաստանի թիվ 1 թշնամին թմբուկ է խփում։ Այսօր էլ Վրաստանում։ Հա։ Ինքը թմբուկ է խփում։ Դա քրքիր է։ Ինքը կխնդրի, որ բանտային սենյակում իրան թմբուկ տան։ Դա իր գործը կթեթևացնի ինձ։ Չգիտեմ կթեթևացնի թե չէ, բայց բանտը կապահովենք իր համար հաստատ։ Թմբուկի համար էլ ես կանոնները չգիտեմ, թմբուկ թույլատրվում է թե չէ, կարծում եմ չէ, ինքը աղմուկ կանի այնտեղ։ Ու դիտավոր են բոլորի քունդը կխանգարի, որ նույնիսկ բանտում իր բանտակիցները իր ձեռը տարապ են փոցը, որովհետև ակնհայտորեն ինքը դրանից հաճույք է ստանում։ Այսօրվա մատ այսքանը։ Մենք իրան տանելու ենք բանտ, բայց առանց թմբուկի։ Լավ։